Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այսօր երկու հարց եմ առանձնացրել հիմնական։ Առաջինը այդ նավակ ճոճող կոչեցյալի հետ կապված։ Այդ դրա նկարները հերիքա տեղադրեք ինտերնետում։ Տհաճ է ուղղակի։ Բայց խնդիրը ունի իրավական բովանդակություն։ Այդ որ ասում եք հրաժարական է տվել, մանդատը վայր է դրել, ինչի նա երբ այդ մանդատը բարձր պահի, որ մի հատ է վայր դրած լինի։ Նրա մանդատը միշտ է վայր դրած է եղել։ Եվ երկրորդ, մանդատ վայր դնելը չպետք է լինի միակ իրավական հետևանքը նման պաշտոնյաների արարմունքի։ Ուր է քրեական վարույթը խուլիգանության հատկանիշներով, քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով։ Չէ՞ որ նա հրապարակայնորեն հայոյում է լրագրողներին։ Սա դասական խուլիգանություն է։ Ուր է դատախազությունը։ Եվ հետո մենք պետք է դա դարձնենք ավանդույթ, իրավական ավանդույթ, որ նման մարդկանց, ովքեր իրենց կարգավիճակում ոչինչ չեն արել, հիմա կասեմ ինչու, սրանց ոչ միայն պաշտոնից ազատել, այլև պետությունը պետք է նրանցից բռնագանձի ոչինչ չանելու համար ստացած միլիոնների աշխատավարձերը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատախազությունը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնել։ Իսկ այս դեպքում ինչու՞մ է պետական շահի պաշտպանությունը, որովհետև հենց այդ Վիլեն Գաբրելյան կոչեցյալը, որը ազգային ժողովում բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն Լենինականի քուչեքում լակելով էր զբաղված, նա ըստ էության որպես падգամավոր ոչինչ չի արել։ Վերցրեք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը 2016 թվականի դեկտեմբերի 16-ի, որի 4-րդ հոդվածը սահմանում է падգամավորի պարտականությունները։ Հələ տեսեք այդ Վիլեն Գաբրելյան կոչեցյալը այդ 4-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների քանի տոկոսն է կատարել։ 4 տարի է падգամավոր է։ Եվ ինքը ստացել է միլիոնների աշխատավարձ պարգևատրում չհաշված նրա շրջագայությունները։ Մինչդեռ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն դա ենթակա է որակման որպես անհիմն հարստացում և ենթակա է բռնագանձման։ Ուր է դատախազությունը։ Ինչու չի օգտվում սահմանադրությամբ, դատախազության մասին օրենքով և Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով իրեն վերապահված լիազորություններից։ Հաջորդ հարցը, որ կուզենայի, իդեպ ես այդպիսի ցանկություն չունեմ, բայց եթե հանկարծ մի օր այնպես ստացվի, որ ես օրենսդրական նախաձեռնության իրավունք ունենամ, ես շրջանառության մեջ եմ դնելու այդպիսի նախագիծ, որ ցանկացած բարձրաստիճան պետական պաշտոնյա պաշտոնը լքելուց անմիջապես հետո պարտավոր լինի հակակոռուպցիոն կոմիտե ներկայացնել գրավոր հաշվետվություն իր պաշտոնավարման արդյունքների վերաբերյալ։ Եվ եթե հակակոռուպցիոն կոմիտեն համարեց, որ նա իր պաշտոնավարումը թերակատարել է, ապա անպայման կրկնում եմ դրան հաջորդեն մնացած իրավական գործընթացները, այսինքն որպես աշխատավարձը անհիմն ձեռք բերում, հետ գանձելու անհիմն հարստացում և նաև եթե այլ արարքներ է կատարել, մասնավորապես այդ անձնավորության դեպքում խուլիգանության և այլ չգիտեմ, բոլոր հիմքերով, այսինքն պաշտոնանկությունը չպետք է լինի միակ իրավական հետևանքը։ Հաջորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, Գյումրիի ավագանու ընտրությունների հարցն է։ Ուրեմն ես չեմ թաքցնում և Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը իմ
նախկին գործընկերներն են, որոնց հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց ես ուղղակի զարմացած եմ այդ միավորումը վերջնականապես չկայանալուց, որովհետև հարգելիներս Մարտուն Գրիգորյան ջան, Վարդան Ղուկասյան ջան, իրավագիտության մեջ գոյություն ունի գերակաշահ հասկացությունը։ Հիմա մեր գերակաշահը այս ապիկար խուժան իշխանությանը ընդհանրապես Հայաստանից, բայց այս դեպքում Գյումրիից վռնդելն է։ Հիմա եթե ձեր մեջ ինչ-որ հակասություններ կա, խնդրում եմ, ձեր ցավը տանը, մի կողմ դրեք եկի։ Գերակաշահը եկեք լուծեք։ Հետո ասում եք ժողովուրդը ձայն չի տալի։ Այս ժողովուրդը ձայնը տվել է, տեր չեք կանգնում։ Երկուսն էլ ինձ հարազատ մարդիկ են, բայց ես ճիշտը ասում եմ, ինչ մտածում եմ։ Տեր կանգնեք ձեզ տրված ձայներին։ Բայց տեխնացություն, որ դնում եք այդ հավանականությունը դուք չեք գիտակցում, որ կարող է հանգարց հայտնվեք այս իրավիճակում։ Հիմա հայտնվել եք, ժողովուրդը ձայն է տվել, տեր կանգնեք, ես ինչ անորոշություն է։ Ամբողջ համացանցը դրանով է ողողված։ Բա ինչ եղավ, համաձայնվեցի, ինչու համաձայն, ժողովրդին չի կարելի այդպես անորոշության մեջ թողնել։ Դա հարգանք չի ժողովրդի նկատմամբ։ Եվ մի երկոտանու մասին։ Այն Վահագն Ալեքսանյանը ինչ է, որ հաճախ դրան նույնացնում են վարազի հետ։ Այդ աղա դու քանի գլխանի ես, որ այսօր քո խոսքի մեջ ասում ես Ռոբիկը, Սերժիկը, դու ով ես արա, որ իրանց հետ տենց խոսաս։ Այդ մարդիկ հաղթանակած նախագահներ են։ Կամ Ալեն Սիմոնյան, դու որ ասում ես Վարդանիկը, դու ով ես արա, որ Ղուկասյան Վարդանին ասես Վարդանիկ, Ամոթ չունես դու այդ տղա, դու Ղուկասյան Վարդանի դեմով, որ ազգային ժողովով անցնում էիր միջանցքով, գլուխդ կախ անցնում էիր ու հայացքիցդ էլ երևում էր, որ շաքարդ բարձացել է։ Հիմա դու դարար ազգային ժողովի նախագահ Ղուկասյան Վարդանին էլ անվանում ես Վարդանիկ, արա մի քիչ ամոթ ունեցեք, հիշեք մի բան, որ այս ձեր պաշտոնները ավերժական չեն, դուք սրանից հետո մարդամեջ պետք է լինեք, դուք մարդամեջում ոնց եք ման գալու, ամոթ ձեզ, հարգանք ունեցեք մեծի հանդեպ, չի կարելի, որ մարդ իրանից տարիքով մեծի հանդեպ վերաբերել իկով արտահայտվի, դա ուղղակի անգրագիտության, անպարկեշտության և անբարոյականության արգասիկ է, վերջում նաև ասեմ անդաստիարակության, դաստիարակվեք, գնացեք այդ ձեր դեբիլների դպրոցը ինչ ատեղ, գնացեք դաստիարակվեք։